Ուկրաինայի և Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները մարտի 11-ից բանակցություններ են սկսել Մոսկվայի և Կիևի միջև 3 տարի տևող պատերազմի դադարեցման հարցով։ Այս հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանը խոցել է ավելի քան 300 ուկրաինական անօդաչու սարք Ուկրաինայի կողմից իրականացրած ամենախոշոր հարձակման ընթացքում։ Պակիստանի Բելուջիստան նահանգում զինյալները հարձակվել են ուղևորատար գնացքի վրա պայթեցնելով երկաթուղին։ Նրանք ավելի քան 100 մարդու էին պատանդ վերցրել, սակայն իշխանությունը հայտնել է, որ առնվազն 104-ը փրկվել է։ Զինյալները կանանց ու երեխաներին օգտագործել են որպես կենդանի վահան։ Իսրայելն ու Ադրբեջանը խորացնում են հարաբերությունները։ Ակնկալվում է, որ կողմերը կստորագրեն աշխատանքային ծրագիր արդեն այս ամիս։ Հաջորդ շաբաթ Սոկարի պաշտոնական պատվիրակությունը կժամանի Իսրայել, ստորագրելու նախապես հայտարարված գործարքը երկրի միջերկրական ծովի ափին գտնվող Թամարի բնական գազի ջրամբարի 10% բաժնետոմսերի ձեռքբերման համար իսրայելցի գործարար Ահարոն Ֆրենկելից։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելեշվիլին ու Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ։ Կավելեշվիլին վերահաստատել է Վրաստանի աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ ՆԱՍԱ-ի Սֆերեքս տիեզերական աստղադիտակը հաջողությամբ արձակվել է SpaceX-ի կողմից։ Այն կշարունակի երկրի շուրջ պտույտներ կատարել, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ քարտեզագրելով ամբողջ երկինքը։ Սֆերեքսի առաքելությունը նոր պատկերացում կտա տիեզերքի կառուցվածքի և պատմության մասին։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։